1812 թվականին Ալաշկերտի Խաստուր գյուղից մի խումբ հայեր դավանանքով կաթոլիկ գաղթում են Շիրակ և բնակություն հաստատում ավերակ Քերտարլու գյուղում, որտեղ էլ ապրում են մինչ օրս։ Հանիկը ոչ միայն մի գյուղ է Շիրակի մարզում, այլև հնի և նորի միաձուլում, մշակույթի և ավանդույթների պահապան։ Այստեղ ստեղծվել և փոխանցվել են արժեքներ, որոնք կերտում են մեր եսը, մեր ինքնությունը։ Ավագ շաբաթվա ճրագալույցի պատարագից հետո գյուղում երեխաներն ու երիտասարդները խաղում են արտիկ-պարտիկ։ Ըստ ավանդույթի, նրանք շրջում են տներով ավետելով Քրիստոսի հրաշափառ հարությունը, իսկ տան տերերն ի պատասխան հյուրասիրում են քաղցրավենիք կամ զատկական խորհրդանիշ ներկված ձվով։ Գյուղի մշակութային կյանքում կարևոր տեղ ունեն ազգային պարերը, հատկապես տարածված են խմբապարերը, որոնք սովորաբար ուղեկցվում են տհոլիկ կամ զուռնայի կենդանի հնչյուններով։ Այսօր էլ Փանիկի երիտասարդությունը փորձում է պահպանել մեր գեղեցիկ պարերը, դրանք ներգրավելով տարբեր նախագծերում։ Միջինգ մեծ պահքի կեսը, շաբաթվա չորեքշաբթին կամ մեծ պահքի 24-րդ օրը։ Առանձին տոնական նշանակություն չունի, սակայն այնպիսի ավանդույթ կա, չորեքշաբթի երեկոյան թխում են բաղաճը, որի մեջ դրվում է մետաղադրամը։ Գյուղում հատուկ է դրա բաղադրատոմսը, քանի որ խմորի մեջ կան ընդեղեն և չամիչ, ինչպես նաև բոված կանեպի հատիկներ։ Հինգշաբթի առավոտյան միջինգը հատուկ հանդիսավորությամբ կտրում է տան մեծը, ընտանիքի անդամների քանակին համապատասխան, կտորների վրա նշելով յուրաքանչյուրի անունը, և ում բաժնում որ հայտնվում է մետաղադրամը, ապա այդ անձին սպասում են հաջողություններ։ Հաջորդ կերակրատեսակը կարտոֆիլի փուռն է։ Չգիտեմ երբևիցե փորձել եք կամ լսել եք այս կերակրատեսակի մասին, բայց ասեմ, որ մեզ մոտ Շիրակի մարզում բավականին տարածված կերակրատեսակ է, իսկ պատրաստման ընթացքը կարող եք դիտել տեսանյութում, այն շատ հեշտ է։ Պատրաստ լինելուց հետո տեղափոխում ենք տարայի մեջ, մաքրում վառված, փոշոտ կեղևը և վերջ։ Բնական է, այս ամենը մի փոքր մասն է այն մշակույթի, որը շարունակում է ապրել և միավորել սերունդներին, հիշեցնելով մեր արմատների կարևորությունը։ Եվ մենք վստահ ենք, եթե երբևէ այցելեք Փանիկ, մեր գյուղի ջերմությունը և մշակույթը երկար կմնան ձեր սրտում։